Բարի լույս։ Ինչպես է մեզ թվում, մենք կարող ենք արդյոք վկայել ասելով, որ մենք Քրիստոսի հետևորդներն ենք, բայց միաժամանակ փորձենք մեր եսը բավարարել այդ ճանապարհով։ Ցավոք սրտի այսօր էլ տեսանելի են մարդիկ, քրիստոնյաներ, թեկուզ եւ չագերտավոր, որոնք ասում են, որ իրենք քրիստոնյա են, բայց քրիստոնեությունը փորձում են օգտագործել զուտ իրենց եսը, իրենց հայացքները, իրենց նեղ նպատակները բավարարելու համար։ Այս տարբերակը չի գործում Աստծո առաջ, որովհետև քրիստոնեությունը դա Աստծո անձի ներկայության հաստատումն է մարդու կյանքի մեջ։ Առանց դրա հնարավոր չէ քրիստոնյա լինել։ Հետևաբար կարելի ասել, որ այն անձը, ով քրիստոնյա է, նա այլևս ապրում է Քրիստոսով, այլ կերպ Քրիստոսն է ապրում իր անձի մեջ, ինչպես կասեր Պողոս առաքյալը։ Այս առնչությամբ, սիրելիներ, այսօրվա ավետարանական ընթերցումը վերաբերում է իմ ասած մտքին։ Ղուկասի ավետարան 9-րդ գլուխ։ Եվ ամենքին ասում էր. եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը եւ մշտապես վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Որովհետեւ ով կամենա իր կյանքը փրկել, այն կկորցնի, իսկ ով իր կյանքն ինձ համար կորցնի, այն կփրկի։ Ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի։ Որովհետև ով ամաչի խոստովանել ինձ եւ իմ վարդապետությունը, մարդու որդին էլ կամաչի նրա համար, երբ կա իր փառքով եւ իր հոր եւ սուրբ հրեշտակների փառքով։ Հետևաբար Տեր Հիսուս Քրիստոս հստակ դնում է խնդիրը, ով իր անձը փնտրելու դուրս կա, պիտի կորցնի նա։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա խորհրդի հիմնական նպատակը մեկն է։ Արդյոք մենք քրիստոնեության մեջ մեր անձերի մասին ենք մտածում, թե Քրիստոսի մասին ենք մտածում։ Արդյոք մենք մտածում ենք քրիստոնյա լինենք, որ մեծահարուստ լինենք, քրիստոնյա լինենք, որ այս կյանքում ինչ-որ տեղ ու դիրք ունենանք, քրիստոնյա լինենք, որ ինչ-որ մեկին հաճելի լինենք, թե մտածում ենք մեր քրիստոնեական կյանքը Աստծո փառքի համար է եւ Աստծով ապրելու համար է։ Ուրեմն այսօրվա շեշտադրումները սրանք են, իսկ ես մաղթում եմ յուրաքանչյուր մեկիդ, որ անդրադառնաք ձեր քրիստոնեական կյանքի ընթացքին եւ տեսնեք, ձեր յուրաքանչյուր քայլը համապատասխանում է Տիրոջ անձի հաստատմանը ձեր կյանքի մեջ, թե ոչ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։